Oui, I say what I say. Շնորհակալություն։ Այ ասեք երկիչս ինձ, ի՞նչն է պատճառը, որ հենց դուք եք ուզում հաջորդ տարի ներկայացնել Եվրատեսիլում Հայաստանը։ Գուցե լավ ձայնային տվյալներ, լավ բեմական շոու։ Չէ, ուղղակի Schengen վիզա ունեմ, միջև պոլուֆինալել ուժի մեջ է։ Ձեր կուսակցության անունն է Մեր պահով։ Ունեք ներկայացված ծրագիր։ Այո, ճիշտ է, մեր կուսակցության անունն է Մեր պահով, ծրագիր չունենք, բայց հանգարտ չշշկրվեք մեր պահով։ Կոմունալները սարքում 0 դրամ, հարկերը հեռացնում եմ, թոշակները հնգապատկում 6-ը պատկում եմ, ու ավտոբուսի գները ուղևորը սարքում եմ 50 դրամ, մի օքի հետը կարա թռնի։ Սիմոն Սիմոնիչ, իսկ այսքան որ ասում եք, կարողանալու եք իրագործել։ Ոնց։ Այսքանը բդի արվի, այս գիտեմ էսի մենակ ասում են։ Դե ջնջեք ախպերես, սուտասան դուրս չգամ։ Աղջիկ ջան, եկեք այս հարցազրույցը չքաղաքականացնենք, հա։ Բայց ոնց չքաղաքականացնենք, ախր դուք տեխնացություն եք դրել։ Okay, լավ, ասա։ Մեր պահով կուսակցությունը ոչ նախկին է, ոչ ներկա է։ Իսկ ինչ է ապագա։ Չէ, անցյալ վաղակատար։ Ընտրեք մեր պահով, չշշկրվեք մեր պահով։ Իսկ վերջին անգամ երբ եք ասել կներես։ Կներես հենց այդ հարցը հիշի, Ժողովուրդ ջան, պարտադիր գնացեք ընտրության, որովհետև կներեք այս արտահայտության համար, բայց բեսամ կարևոր է ձեր ձենը մեզ։ Կներես ասա պատասխանեմ։ Հետո չասեք մեր ձենը գողացան, տարան այս արին են արին։ Բայց չափավորի խոսքերը կանչել է, դուք ձեզ հավաքեք, հարցեր եք տալի, շնորհք ունեցեք, աղջիկ եք, ամոթ ձեզ։ Շնորհակալություն, այսօր իմ հյուրն էր Արմենը դիետոլոգ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիմոն Սիմոնիչ, դուք հայտնի եք ձեր կոռուպցիոն սկանդալներով։ Ինչ եք կարծում, ժողովուրդը մոռացել է դրա մասին։ Տենց որ խոսում ես, կարես մի օրինակ բերես։ Իհարկե կարամ։ Ձեր ապօրինի բիզնեսները, Ասում մի օրինակ ասա։ Ռեստորանները։ Դուք արդեն 20 տարի ամուսնալուծված եք եւ դեռևս կարծես հավատարիմ եք մնացել ձեր միակ կնոջը։ Բրավո ձեզ։ Գիտես ջան, կյանքը հետաքրքիր բան է, ու այս կյանքի ընթացքում հասկացա, որ քո կողքին պետք է լինի մի կին ու մի տղամարդ։ Իսկ հիմա մի քիչ ֆանտաստիկայի ժանրից։ Եթե մեկ օրով լինեիք անտեսանելի, ինչ կանեիք։ Հոգնել եմ այս հարցից, էլի եկեք անցնենք այս հարցը։ Հիմա հարցը բարդացնենք։ Դավաճանությունը կես բառով։ Կես։ Ագա։ Շնորհակալություն։ Ինչը չեք ների կյանքում։ Դավաճանությունը։ Մի շաբաթ առաջ ներեցիր։ Ինքը հայրենիքի դավաճանության մասին է։ Հա, էլի հայրենիք, որ բռնեցրիր ավտոյի Լավ, մեջ։ լույսի վերջին անգամ ում ես ասել ես քեզ սիրում եմ ու երբեր դա։ Այսօր առավոտ Սամոին, Okay, իսկ դրանից առաջ։ Տիկուլին, Տիկուլից առաջ։ Վարդանին, Ահա։ Սմբոին, Գագոին, Բենզին Սակոին։ Սակոին ողջուններ, ճանաչում եմ։ Ահա։ Եթե ձեր կյանքը լիներ ֆիլմ, ո՞ր ֆիլմը կլիներ։ Ես կանվանեի Խոշոր շահում։ Դե ես էլ նիմֆամանկա։ Որպես հայտնի դիետոլոգ, ինչ խորհուրդ կտաք։ Խորտ կտամ ձեր սննդակարգից հանեք գազարը, սիբեխը, մահա, կանաչին մահա, վարունգը մահա, ավոկադոն մահա։ Բայց կարող է ինչ-որ բան շփոթում եք, դրանք օգտակար են։ Անիծա քցի կասկածի մեջ գիտե։ Արա ճիշտ է, բուրգերը։ Իսկ լինում են դեպքեր, որ դուք խոսեք, կիսվեք ձեզ հետ։ Իհարկե լինում են ու ես ինձ հետ խոսում եմ, դա ինտելեկտուալ լինելու նշան է։ Լավ ասիր եղես, հա, չէ, ինտելեկտի պայ, հա, թխիթոկա աղբերս լավն է, դզած։ Ինչու վերադարձաք Միացյալ Նահանգներից։ Արարատն է կարոտել։ Բայց որքանով տեղեկ եմ, ձեզ դեպորտ են արել։ Դե հա